196 աստիճան ցուրտ, այստեղ հատուկ պայմաններում պահպանվում է կյանքի ամենանուրբ սկիզբը՝ էմբրիոնը։ Հնարավոր է ունենալ առողջ երեխա, երբ մարդ քաղցկեղ ունի։ Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներն են այդ հնարավորությունը տալիս։ Այս բաժանմունքում ստեղծվում է էմբրիոնը, հսկվում հղիությունը, այնուհետև ծննդաբերությունը։ Բոլոր փուլերը մեկ հարկում։ Բիոլոգիական նյութը կարող է պահպանվել 20, 30 եւ նույնիսկ ավելի տարիներ։ Դա հնարավորություն է տալիս անգամ 50-55 տարեկան կնոջը ունենալ իր գենետիկ կոդով երեխա։ Կենտրոնի նպատակն է աջակցել ոչ միայն քաղցկեղով, այլև անպտղություն ունեցող կանանց ունենալ իրենց գենետիկ երեխան, ասում է մանկաբարձ գինեկոլոգը։ Այդ հուսահատությունը պետք է չունենանք։ Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց պետք է ինֆորմացիան ունենան մարդիկ, որպեսզի կարողանան սառեցնել ձվաբջիջ, ձվարանային հյուսվածք, սերմնաբջիջ եւ հետո պլանավորել բուժումից հետո իրենց հղիությունը։ Հարությունյանի խոսքով վերջին տարիներին նկատվում է բնածին արատներով երեխաների ծննդաբերության աճ, ինչը ավելի կարևոր է դարձնում վերահսկվող եւ անվտանգ վերարտադրողական գործընթացը։ Կենտրոն են դիմում ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից։ Մանկահասակ տարիքում մենք սառեցնում ենք հյուսվածքը, վերցնում ենք ձվարանից կամ ամորձուց մի փոքրիկ հյուսվածք, կատարվում է սառեցում հեղուկ ազոտի մեջ, որը կարող է պահպանվել երկար տարիներ, եւ հետագայում արդեն երբ որ բուժառուն լինում է առողջացած, կատարվում է այդ նույն հյուսվածքի աուտոտրանսպլանտացիա։ Հյուսվածքը կարող ենք տրանսպլանտացիա կատարել կամ հենց նույն հատվածում, որտեղից որ վերցվել է, կամ եթե օրինակ հեռացվել է արդեն ձվարանները, ենթադրենք քաղցկեղը միգուցե եղել է հենց ձվարանների հատվածում կամ տարածված, այդ դեպքում տրանսպլանտացիան օրինակ կարող է կատարվել որովայնի խոռոչում, տարբեր հատվածներում։ Մինչև էմբրիոնի տեղադրումը հնարավոր է տեսնել էկրանին առանց բացելու, փակելու կամ միկրոսկոպի տակ դիտելու։ Այստեղ օգնության է հասնում արհեստական բանականությունը, ընտրելով ամենավորակյալ էմբրիոնը։ Վրաստանում ձվաբջիջը 23 տարի սառեցնելուց հետո ծնվել է առողջ երեխա։ Առողջ երեխա ունենալու համար բժիշկները խորհուրդ են տալիս ձվաբջիջը սառեցնել մինչև քաղցկեղի բուժումը սկսելը։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։